Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ դիտողներ։ Հայաստանի ազգային պատկերասրահում շարունակվում է իր հեռապատումներ ծրագիրը, որը նվիրված է ժամանակակից հայ արվեստագետների նոր եւ նշանակալի, այսպես ասած, ստեղծագործությունների ցուցադրությանը։ Այդ շրջանակներում բացվել է Դավիթ Քոչունց պատմության նկարներ ցուցահանդեսը։ Այս ցուցահանդեսի մասին ենք մենք այսօր խոսելու արվեստագետի ու նաև ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի հետ։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ինձ համար ուրախալի է, որ ազգային պատկերասրահում երիտասարդ արվեստագետներին այսպես խրախուսելու եւ հարթակ տրամադրելու ու հանրայնացնելու այսպես գործ կա։ Ես հիշեցի առաջին ցուցադրությունը Լուսինե Նավասարդյանի, շատ տպավորիչ էր նաև Դավիթ Քոչունցի այս շարքը։ Մինչև ցուցահանդեսի բովանդակության ու հղացքին անդրադառնալը կուզեի զրույցը սկսենք հենց հեռապատումներ ծրագրից։ Մի փոքր ներկայացնենք ծրագիրը ու նաև նպատակները, արվեստագետի ընտրությունը եւ այլն, եւ այլն։ Դե ինչպես նշեցիր, Նազելի ջան, ծրագիրը սկսել է այս տարվա սկզբից, հենց հունվար ամսից, Լուսինե Նավասարդյանի լռություն գործի ինստալյացիայի ավելի շուտ ներկայացմամբ, եւ դա հենց կարևոր մեկնարկել են առումով, որ այդ գործը, այսպես ասած, ձևակերպեց ծրագրի ընդհանուր հղացքը, միտվածությունը, այսինքն մենք փորձելու ենք արդեն իսկ ակնհայտ էր, որ ինչի վրա պետք է կենտրոնանալ, դա պետք է լինեն երիտասարդ կամ արդեն հաստատված արվեստագետների նոր աշխատանքներ, որոնք այլ տեղ ներկայացված չեն եղել, այսինքն տվյալ ցուցահանդեսը լինելու է այդ աշխատանքի կամ այդ շարքի պրեմիերան, հանրությանը, եւ պետք է լինեն գործեր, որոնք այս կամ այն կերպ ինչ որ նոր խոսք են ասում, նոր հայացքներ են բերում ժամանակակից արվեստի դաշտ եւ առանձնահատուկ ուշադրություններ հատկացում այն աշխատանքներին, որոնք խոսում են իրականության սուր խնդիրների հետ, այսինքն եզրեր են գտնում այս կամ այն կերպ, բայց նաեւ խոսում են արվեստի մասին։ Դա կարևոր հանգամանք է, որտեղ ժամանակակից արվեստը ինքնին միշտ հարցադրում է, թե ինչ է արվեստը, դա է նրան դարձնում ժամանակակից մեծատառով արվեստ, եւ նախապես պլանավորում ենք, որ տարեկան պետք է լինի առնվազն 3 ցուցահանդես, բայց քանի որ այս տարի մենք ունենք հսկայական նախագիծ, ազգային պատկերասրահի մշտական էքսպոզիցիայի վերաբացումը, Դավիթի ցուցահանդեսը փոքրինչ հետաձգվեց եւ հաջորդ տարի արդեն ունենք 3 նախագիծ նախանշած, որոնք հուսով եմ շուտով հայտնի կդառնան հանրությանը։ Ընտրությունը ինչպես է կատարվում, այնուամենայնիվ թե գաղտնիք է։ Չէ, գաղտնիք չէ, դե որպես ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար ընտրությունը այս պարագայում կատարում եմ ես, նաև որպես ինչ որ առումով դաշտին քաջատեղյակ մարդ եւ բարբերաբար ես այցելում եմ բոլոր արվեստագետների արվեստանոցներ, նաև ինձ ուղարկում են արդեն կարելի ասել տարվա սկզբից իսկ սկսեցին ուղարկել հայտեր, որովհետև ես բոլոր շրջանակներում խոսել եմ այդ ծրագրի մասին եւ շատ ուրախ եմ, որ կա պրոակտիվ վերաբերմունք այս նախագծին եւ արվեստագետները իրենք են դիմում, բայց իհարկե ընտրությունը կատարվում է նախ եւ առաջ այն ելնելով այն հանգամանքներից, թե նախ եւ առաջ ինչ կարող է ցուցադրվել ազգային պատկերասրահում, բարձր որ դա է ուզում հարցնել, որովհետեւ որ ամեն ինչ չեն կարող, տարբեր պատճառներով, հիմա չմտնեմ այդ հարցերի մեջ, բայց նախ դա, երկրորդն էլ որոշակի
որոշակի հանգամանքներ կան կապված արվեստագետի կայացվածության աստիճանից, օրինակ թե Լուսինեի թե Դավիթի պարագայում խոսքը գնում էր թեպետ երիտասարդ, բայց բավականին հաստատված արվեստագետների մասին, որոնք իրենց գործերը ցուցադրել են ոչ միայն այստեղ, այլև արտերկրում, արդեն նշանակալի կշիռ ունեն եւ հայտ են ներկայացնում։ Հիմա եթե ես եւ իմ գոլեգաները ազգային պատկերացնում պարզ է որ այդ որոշումները ես միայնակ չեմ կայացնում, դրանք քննարկվում են եւ քննարկումների արդյունքում որոշում ենք թե ում պետք է այդ հարթակը տրամադրվի, բայց ուզում եմ ասել, որ սա շատ կարեւոր է, որ մենք չենք պատրաստվում զուտ սահմանափակել, այսինքն այդ հարթակը ինչ որ պատկերասրահի ներքին, համադրողական թիմով, այլ բացել այն այլ համադրողների, անկախ համադրողների համար եւ սա էլ որպես առիթ օգտագործեմ եւ հրավիրեմ արվեստագետ համադրող թիմերին, որոնք հետաքրքրված են նոր նախագծեր ներկայացնելու այս ծրագրի շրջանակներում, մենք ուրախ կլինենք դրանք դիտարկել։ Լավ, անցնենք ցուցահանդեսին։ Դավիթ, իմ կարծիքով այս շարքը նախորդ գործերից տարբերվում էր, այստեղ դուք ավելի շատ էիք աշխատում արդիականության հետ, ըստ իս, ավելի շատ էր, այսինքն վավերագրությունը ժամանակի կամ ժամանակաշրջանի, ինչպես որ կարելի է մեկնաբանել, կուզեի հղացքի մասին մի քիչ խոսեինք ու նախապատմության մասին, ինչպես ստեղծվեց այս շարքը։ Շարքը ստեղծվեց 21 թվականին, իմ առաջի անհատական ցուցահանդեսը թվականն անհայտ է, որ էլի Վիգենի հետ արեցինք Դալան ցուցասրահում։ Էլի արդիական էր, չեմ կարող ասել, որ որևէ շարք քիչ արդիական կամ ավելի շատ արդիական, որտեղ ես միշտ աշխատում եմ իմ ժամանակի հետ, նաև պատմության հետ, բայց երևի դա նրանից է, որ ես ֆոտոների հետ եմ աշխատել այս շարքում, համացանցի հետ, համացանցից սկրինշոթներ անելով, վավերագրական ֆիլմերից ստոպ կադրեր վերցնելով, այդ առումով ֆոտոներից օգտվելով, որ կան գործեր, որ ես ինքս եմ ֆոտո արել, բայց կան ֆոտոներ, որ ես վերցրել եմ, եւ այդ առումով դուք նկատի ունեք, որ ավելի արդիական է։ Արդիականության այո, ֆոտոները, բայց դրանք ինչից որ ես օգտվել եմ, դրանք ոնց որ ելակետային նախնական բաներ են, որոնք ես ենթարկել եմ փոփոխության, ասինքն որոշ գործեր ես ֆոտոյից ջրաներկ եմ նկարել, որոշ գործեր ես իմ հեռախոսի այդ պարամետրերով փոփոխել եմ եւ հետո արդեն կտավի վրա պրոյեկցիա անելուց ինքը նորից էլի ենթարկվել է փոփոխության։ Ու միևնույնն է, երբ որ դու նկարում ես արդեն կտավի վրա, ինքը նույնը չի, ինչ որ ֆոտո, ասինքն բնորդ է ֆոտոն, ինչից որ օգտվում ես սա։ Օրինակ ես երեք նայում էի տենց մի YouTube-յան արվեստաբան, հետաքրքիր է, չէ՞, YouTube-յան արվեստաբան, ասենք կան արվեստաբաններ, տարիներով հետազոտություններ են անում, կարդում գրում են, բայց հիմական ասենք YouTube-ում արվեստաբաններ, որ տենց 10 րոպե, 15 րոպե իրենք բազմաթիվ հարյուրավոր, հազարավոր դիտողներ, լսողներ ունեն, ասենք խոսում էին պատմական նկարիչների ու նկարների այդ գործերի մասին, որտեղ նկարիչը նկարել է եւ հետո փոշմանել է ու փոփոխության է ենթարկվել, ասենք տենց տերմին կա պենսիմենտո է կոչվում, որ ասինքն եթե օրինակ ձերքը նկարել է այսպես, փոփոխում է մի քիչ աշ, մի քիչ ձախ, ասենք Վան Էյկից, մինչև ասենք Ռաֆայել։ Բան ես հասկացա, ինչ որ դետալներ, բան, հա, եւ աննշան եւ նշան ավելի նշանակալի։ Այսինքն ես հասկացա, որ ես այդ գործերը ի սկզբանե ենթարկել եմ այդ փոփոխությանը, այսինքն երբ որ ես պրոյեկտորով իրանց ուրվագծել եմ, ես չեմ ուրվագծել այն հստակությամբ, ինչ որ լուսանկարն է։ Այսինքն ի սկզբանե ես իրանց փոփոխության եմ ենթարկվել։
Հետո դուք նաև խախտել եք ինչ որ իմաստով լուսանկարի գունային այդպես ներկայությունն է, այսպես ասած, որովհետև շատ թափանցիկ է, գրեթե անգույն եւ հազիվ նկատելի էր, չէ՞, ասենք հայտնի մարդկանց դիմանկարներ կային այնտեղ, որոնք sense թափանցիկ բանի մեջ էր։ Դե տեսեք ինչու ես սկզբանե ջրանկարի մոտեցումը վերցրի, որտեղ ինքը այդ ոչ չոր ջրաներկի է, ավելի լղոզված, որ ես ջրաներկից անցնեմ կտավ եւ պահպանեմ այդ զգայունությունը, այդ թափանցիկությունը, այդ սահմանները, ֆորման հստակ չլինելու այդ կարևոր պահը, այդ իմաստով, հա, լուսանկարները, որոնք սև ու սպիտակ են, միևնույնն է ինքը սկրինշոտի հեռախոսի էկրանով ինքը ունի ուրիշ սպეციფիկա եւ այնտեղ տոներ են հայտնվում եւ այդ տոները նկարելը շատ ավելի դժվար է եւ դու ներկապնակի վրա շատ ավելի գույներ ես ունենում որպեսզի քիչ գույնով նկարես, քան որ դու ինչ որ գունեղ նկարես, որ 3 գույնով կոնտրաստ կապահովես, դեղինի մոտ կապույտ դնելով, բան, հա, այսինքն տոներով նկարելը եւ այդ ջրաներկային նկարելը իմ համար շատ կարևոր էր, որտեղ այդ միաժամանակ այդ մոտեցումը, չասեմ տեխնիկան, ինքը ինձ պետք էր այդ իսկ կոնցեպտուալ իմաստով էր պետք, տեսեք, օրինակ մենք գիտենք, որ հայտնի մարդիկ եւ իրադարձությունները սովորաբար ավելի շատ մեծ էքսպրեսիվ բանով է ներկայացվում, բայց այստեղ ճիշտ հակառակն էր, գուցե Վիգենը մեկնաբանի, չգիտեմ, կամ ցուցահանդեսը պատահական չի, որ կոչվում է պատմության նկարներ, այսինքն հղում է այստեղ պատմական ժանրին է, գեղանկարչության պատմական ժանրին, որը մինչև 20-րդ դարի սկիզբը համարվում էր արվեստի տեսության մեջ արվեստի գագաթնակետը, այսինքն դա արվեստագետի վարպետությունը, նշանակությունը, խոսքը, դրա կարևորությունը, հա, ամփոփող ժանրներ եւ իհարկե մոդեռնիզմի եւ մոդեռնիստական արվեստի գալով պատմական ժանրը ինքնին դա այսպես դիրքերը կորցրեց եւ կարելի ասել դառավ ինքն իր ստվերը հիմնականում այտենց պրոպագանդիստական տոտալիտար արվեստի համատեքստում էր, հա, ինքն իր նշանակությունը պահում եւ այս շարքը նաեւ հարցադրում է, բայց թե ինչ կարող է լինել պատմական ժանրը այսօր, այսինքն երբ արվեստը անդրադառնում է այնուամենայնիվ պատմությանը, կարա դա ինչ է իրենից ներկայացնելու, որովհետև այսօր գիտենք իհարկե, որ ժամանակակից արվեստը առաջին հերթին կասկածի տակ է դնում պատմությունը։ Եվ այդ կասկածի տակ դնելու հենց խնդիրը եւ գործընթացը ընկած է ըստ իս համենայն դեպս Դավիթի գործերի առանցքում, որովհետև այդ որ դուք ասում եք այն նկարների մակերեսները այսպես թափանցիկ են, անեական են, թրթռուն են, հա, որովհետև անկայուն են այդ պատկերները։ Առաջին հերթին խոսում է հենց այդ պատմական նարատիվների անկայունության մասին, որ նաև այսօրվա մեր համատեքստում, երբ որ անցյալը շատ ավելի դժվար է ինչ որ մի պատումի մեջ ամփոփելը կամ հաստատելը եւ փոխանցելը, որտեղ ամեն ինչ հարաբերական է, փոփոխական է եւ անյութական է դառնում, հա, հեղեղուկ։ Եվ Դավիթը կարծես իր գործերով հենց այդ իրավիճակն է պատկերում, հա, որ այդ հեղեղուկ բառը շատ բնորոշ է, գործերի հեղուկ նաև բառը։ Հեղուկ է, իրանք այսպես լողացող պատկերներ են, որովհետև նաև այդ նշանավորում է, թե ոնց ենք մենք այսօր առնչվում պատկերներին, այսինքն այսօր շատ քիչ է այդ սոցցանցերում ենք սոցցանցերում էկրանների միջոցով թերթելով այսպես այդ էկրանային հաղորդակցումը այդ պատկերներին տալիս է լրիվ կատարապես նոր դինամիկա, որը հազարավոր տարիներ չի եղել, այսինքն միշտ մարդիկ պատկերների հետ շատ հաստատուն նյութական սրբապատկերի հետ են, չէ՞։ Այո։ Առնչվել, որը գրեթե տենց ոնց ասեմ մոգական, սակրալ բնույթ է ունեցել այդ պատկերը։ Հիմա այդ պատկերը արդեն կենթանի է եւ ինքը անընդհատ կարող է անհետանալ։
Եվ երկրորդ հարցը, որ այստեղ կարևոր է, թե ոնց է այսօր անցյալը եւ պատմությունը կառուցվում եւ հիշվում հենց պատկերների միջոցով, ինչա դա նշանակում։ Այսինքն Դավիթը նաեւ իր գործերում մեկնաբանում է այն, որ պատկերը հիշողություն չի, հա, պատկերը միշտ ինչ որ անցյալի մասին մեր պատկերացումների ռեպրեզենտացիա է, հա, ոչ թե ինչքան էլ պատկերել հավակնի լինի վավերագրական կամ փաստագրական, դա ընդհանրապես ինչ որ բանի երկրորդական կամ երրորդական ռեպրեզենտացիա է եւ պատկերը ինքնին կասկածի տակ դնելով նա հուշում է մեզ, որ նամանավանդ այսօր բոլորս հասկանում ենք, չէ, որ այս պատկերներին ընդհանրապես այսօր չի կարելի հավատալ որևիցե ձևով կամ առավել եւս դրանց միջով ինչ որ ճշմարտություններ կառուցել կամ փնտրել։ Իսկ եթե մի զուգահեռ անցկացնենք, ուղղակի շատ պատահական եկավ այդ միտքը 60-ականներին Էնդի Ուորհոլ եւ այդ էլի հայտնիների դեմքերը, որոնք շատ վառ դեղին, այսպես այո գույների մեջ էին ու ասենք մեր օրեր օրինակ Դավիթի այսպես գործերը ասենք նույն ժամանակի հետ են իրենք խոսում, այսինքն ժամանակն է թելադրում ինչպես ներկայանալ, թե այդտեղ կա նաև անձնական նախընտրելիության, չգիտեմ, կուզեի մեկնաբանեիք։ Տեսեք, Վիգենը շատ լավ ասեց, այդ պատկերի կասկածելու պահը շատ կարևոր է, որ օգնես մարդկանց կասկածել պատկերների վրա, ասինքն դա հիմա շատ դժվար է նկարել, ասինքն մանավանդ գտավ յուղաներ, այդ գեղանկարչական պահը շատ դժվար է նրանով, որ կարծես ծիծաղելի մի բան լինի ու հիմար զբաղմունք լինի, այն իմաստով, որ նախ պատկերներն են շատ, երկրորդը որ նկարիչներն են շատ, այսինքն շատ նկարներ են նկարվում եւ նկարվել են։ Մյուս կողմից ոնց որ արվեստագետները այնքան տարածքներ այնքան են ազատագրել, այնքան բան կա արված, որ նույնիսկ ոչ թե նկարելն է դժվար, այլ նկար ջնջելն է դժվար, այսինքն դա նույնպես որպես ակտ արդեն եղել է, ասենք Ռաուշենբերգը ջնջել է Դեկունինգի նկարը, ասինքն նոր բան չես կարա։ Օրիգինալության պահն է, հա, մեծ նկարիչների խնդիրն է շատ մեծացել, ոնց որ իրանք եւ ժամանակը եւ տեխնոլոգիաները եւ նկարիչները իրանք այդպես արվեստի զարգացման զուգահեռ նաեւ բարդացել է շատ խնդիրները նկարելու։ Դե չէ, ասենք բայց այդ նույն բաներն են, որոնց այդ նույն խնդիրներն են, որոնց անդրադառնում են հենց Warhol-ը եւ 60-ականների այդ pop art-ի սերունդը, այսինքն նրանք էլ են տեսնում, թե ոնց է տեխնոլոգիան, բայց նաեւ նոր հասարակությունը, հա, որովհետեւ խոսքը գնում էր հետպատերազմյան այդ սպառողական հասարակության ծաղկման զարգացման մասին եւ նրանք տեսնում են, որ ի հայտ է գալի նոր տեսակի մարդ եւ նրանց արվեստը հենց դրա մասին է։ Հիմա ինչ որ էլի այդ փոփոխությունների մասին։ Իհարկե, հիմա Դավիթ Քոչունցը որպես այս 21-րդ դարի 2020-ականների արդեն արվեստագետ տեսնում եմ, որ էլի տեխնոլոգիաները եւ հասարակական նոր դրամասությունները, դրամաբանությունները ի հայտ են բերում, ձևավորեն նոր տեսակի մարդու, իր նոր տեսակի պատկերացումներով, որը իրականությունը լրիվ այլ կերպ է ընկալում եւ իրականության հետ այլ կերպ է հարաբերվում եւ նրա արվեստը արձագանքում է նաեւ դրան, այսինքն կոնկրետ նաեւ հղում անելով մասսայական մշակույթին, թե Warhol-ի կամ Rauschenberg-ի դեպքում, եթե դարձի, բայց արդեն վերաբերմունքներն են տարբեր, եթե Warhol-ը ինչ որ առումով չեղարկում էր արվեստի գործի այդ նյութական հենքը, եզակիությունը եւ բացառիկությունը, այսպես ասած, Դավիթի պարագայում ինձ թվում է հակառակ process-ն է տեղի ունենում, որտեղ նա վերաարժևորում է գեղանկարը որպես այսպես քննական մտածողության միջոց։ Այսօր շատ քիչ տեղերում դու կարող ես փորձել նույնիսկ հասկանալ, թե իրականության եւ այդ երևակայության եւ
կեղծիքի սահմանները որտեղ են եւ դրա այդ տեղերից մեկը շատ հեգնական է, էլի դառնում է թանգարանը եւ թանգարանում ցուցադրված այդ ֆիզիկական արվեստի գործը, որտեղ այդ սահմանը, այսինքն շատ հստակ է, դու պիտի երբ որ կանգնում ես այդ գործի առջև ու տեսնում ես այդ վերաշարադրված քո մեծ իրականությունը, սկսում է այդտեղ ինչ որ քննական մտածողություն առաջանալ հենց նրա մասին, թե ինչ իրականության մեջ ես ապրում ու այդ հետաքրքիր հետադարձ մի հատ գործընթաց է, որը հատկապես ինձ շատ հետաքրքրում, թե ոնց են այդ չեղարկված գաղափարները եւ ֆորմաները վերադառնում ժամանակակից արվեստի տիրույթ եւ դառնում կրկին ակտուալ։ Իսկ եթե խոսենք Դավիթ, թե ինչ իրադարձությունները եք անդրադարձել եւ ինչ իրադարձություններ են կարեւորվել ժամանակի մեջ, որտեղ այդտեղ դուք 20-րդ դարի այսպես հիմնականում կարևոր իրադարձությունների մասին խոսել եք, ինչպես է կատարվել ընտրությունը։ Այսինքն ինչպես եմ ընտրել, որ նկարը նկարել, ինչ թեմա, ինչ իրադարձություն, ինչ կերպար եւ այլն։ Տեսեք, երբ որ ես 2021 թվականից սկսում էի նկարել այդ շարքը, իրանք տենց դաթարներով են եղել, ասինքն այդ ամենադժվար պահն է, երբ ամենահեշտը դա նկարելն է, ասինքն այդ բուն նկարելու process-ն է, որի մոտ ես շատ արագ նկարում եմ ու նկարում եմ գրեթե ոնց որ աբստրակցիոնիստների պես, ասինքն երբ արդեն գիտեմ ինչ եմ ընտրել եմ, ինչ եմ ուզում նկարեմ, ինչ եմ նկարում, դա նկարում եմ, բայց ամենայդ տանջալից պահը ընտրությունն է։ Եվ դա ժամանակ է գնում, ես մտածում եմ, արդյոք կարժի իրան նկարել, պետք չի։ Իսկ կա զուգահեռներ իրադարձությունների մեջ, օրինակ Մերլին Մոնրոյի մահվան իրադարձությունը կամ ասենք Սախարովի կերպարը կամ օրինակ որևէ հայկական իրադարձություն։ Տեսեք, չնայած տեխնոլոգիաներին եւ այդ ազատ խոսքի եւ ինֆորմացիայի տարածմանը, Սախարովը, ասինքն ոնց որ միշտ բռնությունը կարա նորից բարբարոսությունը սկսվի։ Եվ միշտ կա բան լրացնելու փորձը, ասենք ինչ վերաբերում է Սախարովի, մարդուն լրացնելու կամ բանտարկելու։ Դրա համար է իրան կիսավ նկարել։ Նաև այդ ռումբի ինքը որ ինքը ստեղծել է այդ ջրասնային ռումբը, այդ տոքսիկ բանը, նաև իր ափսոսանքը, որ ինքը դա ստեղծել է։ Այսինքն դա ինչ որ անվտանգության նպատակով է ստեղծվել, բայց գալիս են իշխանություններ, ռեժիմներ, որ դրանք հետո դառնում են մեծ սպառնալիք։ Կամ ասենք Մերլինի թաղումը, նա շատ երիտասարդ տարիքում ինքնասպան եղավ։ Եվ այդ կեղծ ափսոսանքը, այդ հարուստ մարդկանց, պաշտոնյաների եւ այդ իրենց սրբացնելու միֆը, այդ ամեն ինչը, եթե ուշադիր նայեք այդ նկարին, ոնց որ այդ մարդը դեմք չունի եւ իր ձեռքը, ասենք, որոշակի արհեստական ձեռնոցի նման, ասինքն այդքան բնական չի, ինչպես որ մարդու ձեռքը ավելի նատուրալիստական չի եւ ինքը լրիվ երբ որ նայում ես, քեզ թվում է ինքը զինվորական ինչ որ կադր լինի, ասենք ինչ որ մարտական ֆիլմ բանից լինի, այո, ասենք, եթե վերնագիրը չլիներ։ Այո, որտեղ այնտեղ չկա Մերլինը։ Այո։ Այնտեղ կա այդ կեղծ ափսոսանքը, կեղծ սքալու պահը։ Դե դա պատահական չի, որ 21 թվականին եմ նկարել, այո, այդ մեր ցավալի իրադարձություններից հետո։ Եվ հետո ես 36 տարեկան էի, որ գնացի պատերազմ։ Ու այդ ամեն ինչ, ասինքն, այո, այդ Մերլինի պես գեղեցիկ չէ։ Բայց կապը, ասինքն դուք ինչ նկատի ունեք, որտեղ որ ես հին արխիվներից եմ օգտվել, ասինքն ինչ որ ժամանակային զուգահեռներ, այդպես։
ժամանակի մեջ։ Նաև այդ վիդը, որ ես նաև այո, ճիշտ հիշեցրեցիք։ Եղել եմ հեռուստացույցի մասամսերից, ասինքն նկատի ունեմ, որ ինֆորմացիա միայն հեռուստացույցից ենք ստացել, չի եղել համացանցը, հեռախոսները, համակարգիչները ու այդ դեմքի հայտնվելը դա այդ ռոպագանդայի խորհրդանիշներ այդ ժամանակների, որը նաև հիմա շարունակվում է։ Ես եթե թույլ տաս ես իմ ձևով մեկնաբանեմ։ Ոնց եմ ես ընկալում։ Ամենալավ ձևը։ Օրինակ հիմա որ խոսում էր Դավիթը, ես մտածում եմ, ասենք, ինչն է տրամաբանությունը այս գործերի շարադրության եւ այս մոտիվների ընտրության միջև, ու դա ոնց որ ինչ որ որոշակի սերնդի, որոշակի ժամանակում ծնված մարդու, ասենք դու 80-ականների վերջից ծնունդ ես, այսինքն այդ Խորհրդային Միության փլուզման եւ անկախության այդ շեմին ծնված սերնդի մարդու ձևավորման միջավայրն է, պատմական միջավայր, այսինքն ինչը այդ ժամանակաշրջանում ծնված մարդը կարա ցույց տա որպես իր ինքնություն, իր աշխարհայացքը ձևավորող, հա, պատմական նարատիվներ, հա, այսինքն դեռ կա ինչ որ տեսեք Մերլինը կա ինչ որ ինֆլուենսեր Չարլին, կա Կիմ Կարդաշյանը, կա Սախարովը, որը ինչ որ աղոտ, հա, արդեն կերպար է, կան ինչ որ ռոք խմբի ներկայացուցիչներ, մշակույթի տարբեր գործիչներ եւ այլն, բայց դրանք հենց այդ ժամանակահատվածում, այսինքն այդ 21-րդ դարի շեմին ձևավորող մարդու աշխարհայացքը ձևավորող ինչ որ ֆրագմենտներ են, էլեմենտներ, նարատիվներ, այսինքն իմ կարծիքով ես տենց կմեկնաբանեի Դավիթը նաև այս նկարների միջով պատկերների միջով խոսում է նրա մասին, թե ինչա իրան ձևավորել իր ինքնությունը, կամ ինքնությունը սխալ բառ է իհարկե, ավելի շատ իր պատկերացումները աշխարհի մասին, ու այստեղ շատ կարևոր է հենց այդ հանգամանքը, որ ինքը չի խոսում ինչ որ զուտ հայկական իրողությունների մասին, Հայաստանը կա հայկական իհարկե իրականությունը այստեղ շատ շոշափելի է, բայց սա առաջին հերթին շարք է հենց այդ լայն աշխարհի մասին եւ արդիականության այդ գլոբալ նարատիվի մասին մեր դիրքերից, հայաստանյան դիրքերից, ու այսօր ես կարևոր եմ գտնում եմ, որ մեր արվեստագետները չեն զլանում խոսելու այդ մեծ հարցերի մեծ պատումների մասին, այսինքն նրանց հետաքրքրում է այդ մեծ աշխարհը, նրանք ասելիք ունեն, բայց ասելիք ունեն հենց իրենց անհատական տեղային դիրքերից, ու դա շատ կարևոր փոփոխություն է, հա, մենակ ինքդ քո բակի մասին չխոսած, այլ ավելի հեռուն, ավելի մեծ հորիզոնների, դա շատ է ուրախացնում։ Հենց այդպես էլ փորձենք ամփոփել, Դավիթ շարունակականություն կունենա այս շարքը։ Ոչ։ Ինքը ավարտուն շարք է համարվում։ Եվ քանի գործ է ներկայացված այսպես ավարտուն վիճակում։ Իմ կարծիքով 30-ից ավել, մոտ 25 կտավ եւ ջրանկարներ։ Լավ, փորձենք ամփոփել, եթե հավելելու որևէ բան ունեք։ Հավելելու ես ուղղակի նշեմ, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի վերջ եւ ընթացքում իհարկե կլինեն հանրային ծրագրեր, հանդիպումներ արվեստագետի հետ, շրջայցեր, այնպես որ ժամանակ գտեք այցելեք։ Շատ լավ, սիրելի ռադիո լսող, մենք խոսում ենք Հայաստանի ազգային պատկերասրահում հեռապատումներ ծրագրի շրջանակներում այսպես երկրորդ ցուցահանդեսի մասին, դա Դավիթ Քոչունցի պատմության նկարներ ցուցահանդեսն էր, իսկ իմ հյուրերն այսօր Դավիթ Քոչունցն էին եւ Վիգեն Գալստյանը ցուցահանդեսի համադրող, զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։